Բարև ձեզ, շողակաթի եթերում հարց ու պատասխանն է։ Այսօր անդրադառնալու ենք հանգուցյալի հիշատակի համար 40 օր չսափրվելուն, Քրիստոսի ով անհավատ եւ մոլորված սերունդ, մինչեւ երբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ խոսքերին, հանգուցյալի անիծելուն, on-line աստվածաշունչ լսելուն, այլ եկեղեցիներից ստացած նվերների կիրառմանը, պատարագի ընթացքում հոգևորականների հետ զուգահեռ երգելուն։ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանն է միացել մեզ, Տեր այ շնորհակալ եմ տեսակապի համար, օրհնեցեք։ Աստված օրհնի ձեզ։ Հաղորդումը սկսենք մեր մշտական օգտատեր Ժորժի հարցով։ Նրան հետաքրքրում է, արդյոք ճիշտ է, երբ հանգուցյալի համար տղամարդիկ 40 օր, երբեմն էլ 1 տարի չեն սափրվում։ Խնդրեմ։ Ուրեմն մորուք պահելը ընդհանրապես այդ սովորությունը գալիս է դեռ 5 կտակարանից, որտեղ 5 կտակարանում սուկ պահելու, այսինքն սուկը արտահայտելու ձևերից մեկն էր։ Բայց մենք նաև գիտենք, որ Հիսուս Քրիստոսի ժամանակ, երբ որ տղամարդուն որևէ բան ուզում էին վստահել, այսինքն իր հասունությունն էր ուզում ցույց տալ, նախ պետք է ունենար համապատասխան տարիք, եւ այդ տարիքը 30 տարեկան էր, եւ դրա հետ նաև զուգորդում էր մորուք պահելը։ Նաև մենք հոգևորականներս, երբ որ ձեռնադրվում ենք, մորուք ենք պահում, որովհետև մորուքը ուխտի նշան է, ինչպես նաև հոգևորականը սգավոր է իր հոտի համար։ Եվ դրա համար մի տեսակ մորուք պահելով մենք նմանվում ենք Հիսուս Քրիստոսին, մեր ուխտն ենք ցույց տալիս, որ ուխտավոր ենք, այսինքն Աստծո հետ ուխտ ենք կնքել, մեր ծառայությունը բերել մինչև մեր կյանքի վերջը, եւ նաև հոգևորականը մորուք պահելով, սև զգեստ հագնելով, սգավոր է իր հոտի անդամների համար, որտեղ նա աղոթում է իր հոտի համար, իր հոտի անդամների մեղքերի համար, եւ դրանով ուրեմն ցույց է տալիս իր ուխտավոր լինելու հանգամանքը։ Բայց այսօր, եթե մենք խոսում ենք ուրեմն նրա մասին, որ արդյոք պետք է մահացածի համար մորուք պահել թե ոչ, ես կարծում եմ, որ անհրաժեշտությունը դրա այսօր չկա։ Որովհետև Սուրբ Գիրքը արդեն իսկ նոր կտակարանում եւ Հիսուս Քրիստոսից հետո մեզ ցույց է տալիս, որ պետք է աղոթող լինենք, ավելի շատ ողորմածություն ցուցաբերենք եւ ավելի շատ ուրեմն Աստծուց իր ողորմությունը խնդրենք մեր անցավորի համար։ Եվ դրա համար մորուք պահելը այստեղ այդքան կարևոր չէ, այլ ավելի լավ է, որ մենք Աստծուց անընդհատ խնդրենք մահացածի համար իր ողորմածությունը, ասելով ողորմի Աստված, Տեր ողորմյա, եւ ավելի շատ պետք է բարեգործություն անենք։ Ինչի համար, որովհետեւ Աստված ուզում է, որպեսզի մենք որևէ բան մեզանից կտրելով տանք աղքատներին եւ դրանով ավելի շատ գործ կլինենք ննջեցյալի համար, որտեղ ննջեցյալը ավելի շատ կարիք ունի թե Աստծո ողորմածության եւ թե նրա հարազատների ողորմածությանը եւ դրանով իսկ ավելի հաշտ է գտնվում մարդը Աստծո հետ, որովհետեւ նրա համար աղոթողներ կան եւ նրանց անունից ուրեմն բարի գործ անող կա եւ դրա համար է հենց սահմանված հոգեհացը, այսինքն հոգեհացի ժամանակ մահացածի հարազատները ճաշ են տալիս աղքատներին։ Քրիստոսի հենց առակի համաձայն ասում է մի մեծահարուստ մարդ կար եւ նա կանչել էր հարուստ մարդկանց, որպեսզի ճաշկերույթ անի եւ ամեն մեկը որևէ պատճառ բռնելով այդպես էլ չեկան։ Եվ ինչ ասեց այդ հարուստ մարդը, որ սեղաններ էր պատրաստել, ասեց գնացեք բոլոր աղքատներին, քույրերին, կաղերին կանչեք թող գան եւ ճաշակեն։ Այսինքն հենց այս օրինակի համաձայն մենք հոգեհաց ենք տալիս, որպեսզի կերակրենք աղքատներին, Աստծո աղքատ զավակներին եւ դրանով ավելի բարի գործ կլինենք մահացածի համար կամ մորուք պահելով կամ այլ ձևերով սուկ պահելով։
Ղուկասի ավետարանի 9-րդ գլխում լուսնոտ երեխայի բժշկման հատվածում Քրիստոս ասում է, ով անհավատ եւ մոլորված սերունդ, մինչեւ երբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ։ Ում են վերաբերում այս խոսքերը եւ ինչու առաքյալներին չհաջողվեց բժշկել երեխային։ Արմինեի հարցն է։ Ուրեմն այս բժշկության այս հատվածը կա 3 համատես ավետարանիչների մոտ, Ղուկասի մոտ 9-րդ գլխում է եւ Մարկոսի հավետարանում նույնպես 9-րդ գլխում է եւ այս Մարկոսի հավետարանի վերջին հատվածում ավելի ընդարձակ է այս ավետարանը մեզ բարձրաբանում, որովհետեւ այդտեղ տեսնում ենք թե ինչպես Հիսուս Քրիստոս մինչեւ այս հրաշքը իր 3 աշակերտների հետ Պետրոսի, Հակոբոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացել էր Թաբոր լեռը եւ այնտեղ պայծառակերպվել է եւ երբ նրանք իջնում էին, տեսան, որ մյուս 9 աշակերտները, ուրեմն այդ 9 աշակերտները ուզում էին ուղղել ուրեմն այս երեխային եւ նրանց մոտ չստացվեց այդ ամեն ինչը եւ ժողովուրդը խռնված էր եւ այս ծնողը, այս երեխայի, որ հիվանդ էր, այսինքն խուլ համր էր այդ երեխան, տեսնելով Հիսուսին մոտենում է, ասում է, որ միգուցե դու բժշկես, քանի որ քո աշակերտները չկարողացան բուժել։ Եվ Հիսուս Քրիստոս նախ հարցնում է, թե հավատում ես, որ ես կարող եմ քեզ բուժել։ Հայրը ասում է, այո, հավատում եմ։ Եվ երբ որ այս ամեն ինչը լսում է, ուրեմն Հիսուս Քրիստոս բուժում է այդ երեխային։ Երբ որ այս ամեն ինչը ավարտվում է, աշակերտները առանձնանում են Քրիստոսի հետ եւ նրան հարցնում են, թե ինչու մենք չկարողացանք բուժել։ Եվ Քրիստոս պատասխանեց, որ երբ որ դու փորձել էիք այլ անգամներ բուժում կատարել, ստացվել էր, բայց այսպիսի դեպը հանելու համար պետք է ծոմապահություն եւ աղոթք։ Այսինքն այստեղ ասում է, որ ավելի մեծ հավատք է պետք ունենալ եւ դրանով ցույց է տալիս, որ դեռ Հիսուս Քրիստոսի աշակերտները այնքան զորավոր հավատք դեռ չունեին, այսինքն իրենց հավատքը զորացնելու դեռ տեղ ունեին եւ դա պետք է արվեր միայն ու միայն պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ աղոթքով։ Եվ դրա համար է, որ մենք տարվա մեջ ունենք պահեցողության շատ շրջաններ, որ մեզ օգնում է, որպեսզի մենք զորացնենք մեր հավատքը, եւ դա աղոթքն է, ծոմապահությունն է եւ աղոթքը։ Եվ հավասիկ ավետարանական այս հատվածը մեզ սովորեցնում է, որ պետք է ավելի զորացնենք մեր հավատքը եւ այդ հավատքի արդյունքում անգամ կարող ենք ասել, որ Սար վերկաց գնա այս կողմ կամ այն կողմ, կամ ծառին ասել այստեղից դուրս արի եւ նետվի ստովը։ Երբ մահացած ամուսնուս անընդհատ անիծում են վատ բաներ ասում, արդյոք նա լսում է։ Տիկին Ադան է հարցնում։ Նախ եւ առաջ կցանկանայի, որպեսզի մի բան հասկանանք եւ ընկալենք։ Անիծել հասկացությունը մեզ համար օտար բան է։ Այսինքն քրիստոնյան անիծել իրավունք չունի, անիծելու իրավունք չունի, որովհետեւ անեծքը դա մեղք է։ Եվ անեծքը ինչ է։ Եթե ոչ չարի կամեցողությունը, այսինքն բադ բան կամենալ, անկախ նրանից մարդը մահացած է եւ ողջ է, եւ արդեն իսկ երկրորդական խնդիր է, նա լսում է թե ոչ։ Ամենակարևորը, որ Աստված է այդ ամեն ինչը լսում եւ տեսնում, եւ չի կարելի անիծել որևէ մեկին, այլ ինչպես որ առաջին մեր հարցում անդրադարձանք, մահացածների համար անկախ նրանից նա մեղավոր էր, արդար էր, դա որոշողը Աստված է միայն։ Մենք չպետք է անիծենք, այլ պետք է աղոթենք Աստծուն, ասելով Տեր Աստված, ոչ թե քո արդարությամբ դատիր իմ հարազատին, այլ քո ողորմությամբ, ներողամտությամբ քավիր նրան, որտեղ որևէ ապրող արարած չի կարող Աստծո արդարության առջև կանգնել եւ արդարանալ, այլ միայն ու միայն մենք ակնկալում ենք Աստծո ողորմատությանը, ներողամտությանը։ Եվ դրա համար, երբ որ անիծում ենք որևէ մեկին, նախ մեղք ենք գործում մենք, կորցնում ենք մեր հոգու խաղաղությունը, Աստծո հետ մեր ներդաշնակությունը
եւ դրանով իսկ խախտվում է մեր ուրեմն հարաբերությունը Աստծո հետ եւ մենք ոչ կարող ենք աղոթք անել անցավորի համար, առավել եւս անիծել չի կարելի։ Եվ դրա համար մեր բարի խորհուրդն է եկեղեցին մեզ սովորեցնում է, որ չչարախոսել, մեղք չգործել եւ պետք չէ որ մեր հոգին ծանրացնենք նման բաներ։ Զարուհու հարցն Աստվածաշունչն on-line լսելու հնարավորությանն է վերաբերում։ Կա նման հարթակ։ Այսօր համացանցում շատ բաներ կարող ենք մենք լսել եւ իմանալ։ Այո, իհարկե, YouTube-յան հենց որոնման բաժնի մեջ կարող ենք գրել Աստվածաշունչ կամ լսել Աստվածաշունչ, այդտեղ վերում է եւ մենք կարող ենք լսել, եթե ասենք չունենք այդ տարբերակը կարդալու կամ ժամանակի խնդիր ունենք, կամ ենթադրենք այսօր շատ մարդիկ իրենց ժամանակը երկար ժամանակ անց են կացնում մեքենայում, մեքենայի ղեկին եւ այսպես ասած խցանումների մեջ, ուստի շատ օգտակար է, որպեսզի բացենք եւ լսենք Աստծո խոսքը, այսինքն ոչ թե իզուր վատնենք մեր ժամանակը այդ անցուդարձի մեջ կյանքի, այլ թեկուզ գործի մեջ լինելով կամ ղեկին լինելով ականջի մի ծայրով այսպես ասած կարող ենք լսել Աստծո խոսքը, Աստվածաշունչը եւ կարծում եմ որ շատ օգտակար է եւ համացանցում շատ կան նման կայքեր կամ էջեր անգամ օտար լեզուներով, ռուսերենով կամ անգլերենով կարելի է հայրերին լսել, եկեղեցու հայրերին լսել եւ նման շատ էջեր կան, կայքեր կան, որոնք որ կարող են մեզ օգտակար լինել եւ անգամ խորհուրդ կտայի։ Մոսկվայում գտնվող Մատրոնա սրբավայրից Անժելային վզնոց եւ սրբապատկեր են նվիրել։ Հարցնում է՝ կարող է այն կրել։ Ռուսական եկեղեցու հետ մենք քույր եկեղեցիներ ենք եւ մեզ համար նրանց սուրբերը եւ մեր սուրբերը իրենց համար ընդունելի են եւ սրբերի կյանքը մեզ համար լավագույն օրինակ է, որովհետեւ սրբերը մեզ համար հերոսներ են քրիստոնեական կյանքում, անգամ առաջին դարի սրբերը նրանք էին, ովքեր որ իրենց կյանքը ներդրեցին հանուն Քրիստոսի եկեղեցու։ Եվ դրանցից մեկն է նաև Մատրոնան, որ նույնպես հայտնի է իր հրաշագործություններով, բարի գործերով եւ սերը եւ հարգանքն է վայելում ռուս եկեղեցուն եւ նրանց կյանքը մեզ համար լավագույն օրինակ է եւ մենք պետք է նրանց օրինակը մեզ համար վերցնենք եւ այնպես որ գրել Մատրոնայի նկարը կամ պատկերը կամ նվերը շատ պատվավոր է, միայն չպետք է շեղվել, այսինքն այն առումով, որ պաշտամունքի առարկա դարձնել։ Չմոռանանք, որ սրբերը աղոթել են Աստծուն են պաշտել, այս պաշտամունքի առարկա դարձնել Մատրոնային շատ սխալ կլինի, անգամ ռուս հոգևորականները մեզ շատ են զգուշացնում, ընդհանրապես իրենց հավատացյալներին զգուշացնում են, որ պետք չէ պաշտամունքի ենթարկվել, այսինքն պաշտամունք մենք պետք է պաշտենք Աստծուն, մենք պետք է աղոթենք Աստծուն, իսկ սրբերը այն մարդիկ են, ովքեր որ կարող են մեզ համար բարեխոս լինել, որովհետև եկեղեցին երկու մասի է բաժան, այսպես ասած, նրանք ովքեր որ պայքարեցին եւ հաղթեցին, դրանք սրբերն են, եւ մենք նրանք հաղթանակած եկեղեցին են։ Իսկ մենք պայքարող ենք, այսինքն որ դեռ պայքարում ենք մեր մեղքերի համար եւ թե սրբերն են մեզ համար աղոթում եւ թե մենք ենք սրբերին խնդրում, որպեսզի մեզ համար բարեխոս լինեն եւ սրբերի բարեխոսությունը բոլոր ուղղափառ, այսինքն ուղիղ հավատքերով ընթացող եկեղեցիներում արկա է եւ բոլոր սրբերի գլխում մենք գիտենք, որ կանգնած է Մարիամ Աստվածածինը, այնպես որ քրիստոնեական հավատքի մեջ սրբերի բարեխոսությունը արկա է եւ ամեն օր մենք խնդրում ենք սրբերի բարեխոսությունը մեզ համար։ Պատարագի կամ այլ արարողությունների ընթացքում հավատացյալը կարող է հոգևորականի հետ զուգահեռ երգել,
եւ որ դեպքերում չի կարելի կամ չպետք է միջամտել։ Աննայի հարցով եզրափակենք հաղորդումն այսօրվա։ Ընդհանրապես պատարագը բաժանված է մի քանի մասի եւ ունի տարբեր հատվածներ, որտեղ որ հոգեվորականը օրնությունն է բաշխում, այնտեղ կա որտեղ որ սարկավակն է ուրեմն ուղղորդում հավատացյալներին օրինակի համար որպեսզի երկրպագենք, ինչպես նաև կա դպրաց բաժին, որտեղ որ երգչախումբ է երգում։ Ուրեմն դպրաց բաժին այն հատվածն է, որ ժամանակին ժողովուրդն է երգել եւ պատասխանել թե քահանայի աղոթքին եւ թե ուրեմն սարկավակի շահանքներին, այնպես որ շատ լավ է, որ հավատացյալները միանան երգչախմբի, այսինքն դպրաց բաժնին եւ այդ հատվածները երգեն, իհարկե կարող են սարկավակի հատվածներ երգել, բայց քահանայի բաժինը, որտեղ որ քահանան օրհնություն է բաշխում, կարելի այդ հատվածից դուրս մնալ։ Ինչպես նաև կցանկանայի նշել մի կարևոր հանգամանք։ Շատ հավատացյալներ ջերմեռանդ են, շատ լավ է դա, բայց երբեմն ավելի բարձր են երգում, քան երգչախումբը կամ սարկավակը, եւ դրանով ինչ որ չափով այդ ներդաշնակությունը, այդ գեղեցիկ երաժշտությունը խափարվում է։ Դրա համար իմ բարի խորհուրդն է, որպեսզի ցածրաձայն երգեն, ցածրաձայն միանան այդ հատվածներին եւ իհարկե մտովին հետևելով պատարագի ընթացքին։ Շնորհակալ եմ Տեր Այր տեսակապի համար մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Տեր Սողոմոն Քահանա Ավետիսյանն էր միացել մեզ տեսակապով։ Կսպասեմ ձեր նոր հարցերին մինչ հաջորդ կիրակի։ Հաջողություն։